Եվ այնպես եղավ, որ հաջորդ օրը հրեաների իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում, նաև Աննա քահանայապետը և Կայափան, Հովանեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին, առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով հարցաքննեցին. Ինչ զորությամբ կամ ում անունով դուք կատարեցիք այդ։ Այդժամ Պետրոսը Սուրբ Հոգով լցված ասաց նրանց. Ժողովրդի իշխանավորներ և Իսրայելի ծերեր, եթե մենք այսօր դատվում ենք միայն մի տկար մարդու հանդեպ արված բարիքի համար, որով նա բժշկվեց, ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանով ահա սա առողջացած կանգնել է ձեր առաջ։ Սա է ձեզնից շինողներիցդ անարգված այն վեմը, որ անկյունաքար դարձավ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել։